Բարև ձեզ։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է նոր հեռուստանախագիծ, ստուգված է երիտասարդների համար։ Երիտասարդները գործելիս ծրագրի շրջանակում ես եւ իմ երիտասարդ գործընկերները ամեն շաբաթ ձեզ կպատմենք մեր կյանքում ամենահաճախ հանդիպող խնդիրների մասին, որոնք առաջանում են ապատեղեկատվության կամ մանիպուլյացիաների պատճառով։ Միասին կբացահայտենք միֆեր, կսովորենք փաստերի ստուգման գործիքներ, որոնք կօգնեն երիտասարդներին չդառնալ կեղծ լուրերի եւ առցանց խաբեությունների զոհ։ Պատրաստել ենք արդի, սպասելի եւ անսպասելի թեմաներ։ Միացեք մեզ տեսնելու, թե ինչպես է նոր սերունդը պայքարում ապատեղեկատվության դեմ։ Այս հաղորդման ընթացքում դիտեք Լուսինեի մտքով անգամ չէր անցնի, որ մեկ քլիկը կարժենա 60,000 դրամի կորուստ։ Անձամբ գիտեմ, որ 10-ից ավել մարդ կա, ով որ խաբեության զոհ է դարձել այս մարդու կողմից, բայց ոչ մեկ չի ներկայացրել հաղորդում։ Պատմություն, որ կարող է պատահել ցանկացած մարդու հետ, բայց այս հաղորդումը ոչ միայն պատմությունների, այլ նաև լուծումների մասին է։ Ինչպես պաշտպանվել հնարավոր կորուստներից։ Մենք պատմում ենք, թե ինչպես են աշխատում կեղծ կայքերը։ Դեռ օքեր է վստահելի։ Հա։ Մեր երիտասարդ գործընկերը կսովորեցնի պարզ ու գործնական քայլեր կեղծ կայքերը տարբերելու եւ կիբերխաբեություններից խուսափելու համար։ Ձեր անվտանգության առաջին քայլը տեղեկացված լինելն է։ Այս հաղորդմանը բացառիկ հնարավորություն ունենք ծանոթանալու ճանաչողական անվտանգության մասնագետ Թոմաշ Կրիշակի հետ։ Նա բացատրում է, ինչպես են մանիպուլյացիաները ազդում մեր մտածողության վրա։ Ինչ դեր ունեն ինֆլուենսերները տեղեկատվական միջավայրում։ Կարևորը տարբերել լուրջ տեղեկատվությունը ժամանցից։ Միայն այդպես կարող ենք պահպանել ազատ եւ որակյալ տեղեկատվական միջավայր։ Նրանք, ովքեր միշտ երազել են շատ ճամփորդել, բայց կարծում են, որ դրա համար բավարար գումար ու հմտություն չունեն, կարող են հետևել մեր երիտասարդ բլոգերի խորհուրդներին։ Իմացեք, ինչ միֆեր կան ճամփորդությունների հետ կապված։ Գնացինք բացահայտելու։ Հիմա Հայաստանում կան low cost-երներ, որոնց միջոցով կարող է շատ հեշտությամբ էժան ավիատոմսեր գնել։ Մնաց տոմսերը գնեմ։ Լսել եմ, եթե անձնական տվյալները չեն երևում, համակարգը ավելի էժան գին է առաջարկում։ Ինքը 50% միֆ է, 50% իրականություն։ Եթե ուզում եք չխաբվել, ճիշտ ընտրել ու կողմնորոշվել տեղեկատվական աղմուկի մեջ, ապա այս հաղորդումը հենց ձեզ համար է։ Մնացեք ու սովորեք մեզ հետ։ Մտովի պատկերացնում եք այն երջանիկ պահը, երբ որպես ֆուտբոլային սիրելի թիմի երկրպագու մարզադաշտում եք եւ բղավում եք գոլ, բարձր տրամադրությամբ հասնում եք տեղ, բայց անվտանգության աշխատակիցները չեն թողնում ներս մտնել։ Ճիշտ այդպիսի մի պատմություն տեղի է ունեցել մեր հերոսի հետ։ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը մեծ ոգևորություն առաջացրեց հազարավոր երկրպագուների մոտ, բայց սրանից օգտվեցին նաև խաբեբաները։ Սեպտեմբերին քաղաքը խոսում էր Հայաստան-Պորտուգալիա սպասված ֆուտբոլային խաղի մասին։ Շատ երկրպագուներ Ռոնալդոին սպասում էին օդանավակայանում։ Հազարավորներն էլ եկել էին նրան մարզադաշտում տեսնելու։ Լուսինեն որոշել էր իրեն եւ ընկերներին նվեր անել, գնելով խաղի 6 տոմս։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն Հայաստանի Ֆեդերացիայի կայքում չկար որևէ տոմս, արդեն սկսեցինք փնտրտուքները այլ տեղեր փնտրելով։ Թե Google-ում, իհարկե Google-ում չգտանք որևէ ինֆորմացիա, թե Facebook-յան խմբերի միջոցով, որովհետև այդ շրջանում Facebook-ում բոլոր խմբերում տիրում էր այդ վիճակը, որ մեկը տոմս էր վաճառում, մեկը տոմս էր ու ցանկանում գնել ձեռք բերել ու ամեն ինչ սկսվեց հենց այդտեղից։ Facebook-յան առաջարկը գրավիչ էր։ 6 տոմսի համար Լուսինեն վճարեց 60,000 դրամ։ Ավելի քան 1 շաբաթ բարեհամբույր տոմս վաճառողը կապի մեջ էր եւ կասկածի առիթ չէր տալիս։ Հերոսը զանգով կապ հաստատեցի նշված վաճառողի հետ ու երևի adekvat զրույց իր հետ ինչ որ մի բան վստահություն ներշնչեց բոլոր դեպքերում ինքը մի քանի տեղ առաջարկեց որ այստեղ ավելի լավ կերևա եթե այս տոմսը վերցնեք հա վճարումը տեղի ունեցել քարտին փոխանցելու միջոցով ինքը ինձ տրամադրեց 3 քարտային տվյալներ որ փորձեմ դրանցից մեկին փոխանցում կատարել ու փոխանցումը կատարեցի 60,000 դրամի չափով, որովհետև ձեռքի է բերել 10,000 դրամանոց տոմսեր 6 հատ։ Լուսինեն փաստաբան է, պաշտպանում է շատերին, բայց այս դեպքում ինքն ունեցավ պաշտպանության կարիք։ Գումարը ստանալուց հետո վաճառողը հրաժարվեց տոմսերը տրամադրել, իսկ երբ Լուսինեն գումարը ետ պահանջեց, հրաժարվեց նաև գումարը վերադարձնել։ Հաղորդում եմ ներկայացրել ենթադրել հանցագործության մասին գլխավոր դատախազություն։ Դեղից արդեն մակագրվել է համապատասխան քննիչին, քրեական վարույթ իրականացնող մարմնին ու այս պահին գնում է նախաքննություն։
Բոլոր դեպքերում, եթե ինչ-որ մի կասկած առաջանում, որ այդ մարդը քեզ խաբել է, միանշանակ խորհուրդ կտամ դիմել ոստիկանություն, միանշանակ պետք է դիմել ոստիկանություն։ Օրինակ, այս գործով ես ինքս գիտեմ, որ 10-ից ավել մարդ կա, անձամբ գիտեմ, որ 10-ից ավել մարդ կա, ով որ խաբեության զոհ է դարձել այս մարդու կողմից, բայց ոչ մեկ չի ներկայացրել հաղորդում։ Փորձեք դեմարդամ հանդիպել այդ անձին ու արձարեն փոխանցել գումարը, գոնե ինչ-որ չափով դուք կկարողանաք, անգամ եթե գնաք ոստիկանություն դիմեք, գոնե կկարողանաք իրեն նույնականացնել որևէ կերպ։ Դա եւս կարեւոր է։ Օրինակ այս պարագայում ես չունեմ տվյալ իր արտաքին տեսքի վերաբերյալ, այսինքն եթե ինչ-որ միտեղ հանդիպես կամ եթե ինքն ներկայանաք քրական վարույթ իրականացնող մարմնին, ես անգամ չգիտեմ, այդ մարդն է, թե այդ մարդը չի։ Լուսինեն ափսոսում է, որ չի ստուգել վաճառողի ինքնությունը կամ Facebook-յան էջի իսկությունը։ Կարծում է, որ խաբեբաները գործում են խմբերով եւ հատկապես ակտիվանում են հայտնի աստղերի համերգներից առաջ։ Կեղծ տոմսեր գնաց մարդկանց միակ մխիթարությունը գուցե այն էր, որ նրանք ականատես չեղան Հայաստան-Պորտուգալիա խաղում գրանցված խոշոր հաշվով պարտությանը։ Իսկ լավ կողմը գուցե այն էր, որ ոգևորության պահին կլինեն ավելի զգոն։ Media.am կայքի փաստեր ստուգող լրագրող Օֆելիա Սիմոնյանն օրինակ հայտնի երգիչ Զենֆիրայի հայաստանյան համերգից առաջ ստուգել եւ բացահայտել է կեղծ տոմսեր վաճառող կայք։ Մի քանի փաստ կար այդ պատմության մեջ, որ ինձ կասկածելի էր թվում, նախ գները շատ բարձր էին սովորականից, այսինքն նվազագույնը $150 էր կարծեմ սկսում վաճառքը, այն դեպքում, որ նախորդ տարի Վրաստանում նվազագույնը $55 էր եղել տոմսերի վաճառքը։ Երկրորդն էր, որ պաշտոնական հայտարարության մեջ Զենֆիրայի էջում նշվում էր, որ տոմսերի վաճառքը սկսելու է ապրիլի 8-ից, մինչդեռ այդ հայտարարությունները ապրիլի 4-ից էին արդեն տարածվում։ Եվ իհարկե երրորդ կասկածելի բանն էր, որ տարածվում էին ոչ հայտնի, ոչ այդքան վստահելի կայքերի միջոցով, դրանք ոչ պաշտոնական էին, ոչ հավաստի աղբյուրներ էին։ Դրա համար որոշեցի, որ սա այն թեման է, որը պետք է ստուգել։ Լրագրողը տոմս վաճառող կայքերի դոմենները համեմատել է Զենֆիրայի համերգը Հայաստանում կազմակերպող պաշտոնական կայքերի դոմենների, հասցեների եւ կոնտակտների հետ եւ հայտնաբերել, որ դրանք խիստ տարբեր են։ Երգչի թիմին լրացուցիչ գրելուց հետո Օֆելիան բացահայտել է, որ այդ կայքերը երգչի համերգի հետ կապ չունեն եւ դրամաշորթության նպատակով են ստեղծվել։ Նմանատիպ միջոցառումների ժամանակ, քանի որ Հայաստանում խաբեությունները շատ տարածված են, հայաստանյան հասարակությունը այդ առումով շատ խոցելի է եւ ոչ մեդիագրագետ թվային անվտանգության տարական կանոններին շատ-շատերը չեն տիրապետում։ Դրա համար երևի թե ամենապարզագույն բանը, որ խորհուրդ կտամ, տոմսերը գնելիս ուշադիր լինել, որ պաշտոնական աղբյուրներից եք դրանք գնում։ Կարող եմ նաև կայք խորհուրդ տալ, որը հավաստի է եւ այնտեղից հանգիստ կարելի է տոմս ձեռք բերել տարբեր համերգների, խոսքը bandsintown.com-ի մասին է։ Լրագրողը հիշում է կեղծ տոմսերի վաճառք նաև Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի ժամանակ եւ խորհուրդ է տալիս նման բոլոր իրադարձություններից առաջ ստուգել տեղեկության աղբյուրը։ Նույնիսկ մենք, թվային դարում մեծացած մեր սերունդը, կամ ինչպես ընդունված է ասել Gen-Z-ին, կարող է դառնալ խաբեության զոհ։ Երբեմն ինքնավստահության, երբեմն էլ անփութության պատճառով։ Արդեն տեսակ, թե ինչ պատահեց կեղծ տոմս գնաց մեր հերոսի հետ։ Որպեսզի չընկնենք այդ հմայիչ ծուղակը, իմ գործընկեր Սուրենն այսօր ցույց կտա մի օգտակար գործիք, որով մի քանի վայրկյանում կստուգեք կայքի իսկությունը։ Ողջույն, եկեք միասին այսօր սովորենք, թե ինչպես կարելի է պարզ քայլերի միջոցով ստուգել, վստահելի է արդյոք կայքը։ Ինչու՞, որովհետև շատ հաճախ մարդիկ խաբեությունների զոհ են դառնում կեղծ կայքերի պատճառով։ Դրա համար ստուգում ենք կայքի դոմենը։ Մտնենք whoisdomaintool.com կայք։ Գլխավոր էջում պարզապես տեղադրենք կայքի անունը եւ սեղմենք որոնման վրա։ Մի քանի վայրկյանում կստանանք որոշակի տեղեկություն տվյալ դոմենի մասին։ Ընտրել եմ Ticketmaster կայքը, քանի որ այն համարվում է համաշխարհային առաջատար հարթակ համերգների եւ մեծ միջոցառումների տոմսերի վաճառքի ոլորտում։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք Register բաժնին։ Այստեղ նշվում է այն կազմակերպության տվյալները, որի միջոցով դոմենը գրանցվել է։ Հաջորդը Dates բաժինն է, որտեղ տեսնում ենք դոմենի ստեղծման, վերջին թարմացման եւ ժամկետի ավարտի ամսաթվերը։ Օրինակ, այս դոմենը ստեղծվել է դեռևս 1994 թվականին եւ գործում է ավելի քան 11000 օր։
IP address բաժնում ներկայացված է կայքի IP հասցեն, իսկ IP location-ը ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում կայքի սերվերը։ Որոշ դեպքերում համակարգը նաև գնահատում է, արդյոք դոմենը կապված է եղել կասկածելի ակտիվության կամ սպամի հետ, ցույց տալիս տնօրենի անունը, կայքի նախկին սեփականատիրոջ տվյալները։ Ահա այս բարձ քայլերի միջոցով դուք կխուսափեք կիբերխաբեություններից։ Ձեր անվտանգության առաջին քայլը տեղեկացված լինելն է։ Այսօր մեր հյուրն է ճանաչողական անվտանգության մասնագետ Տոմաշ Կրիշակը Սլովակիայից։ Նա մասնակից է մի շարք նախագծերի, որոնք ուղղված են ժամանակակից տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ։ Ողջույն Թոմաս։ Դուք Սլովակիայում խորապես ներգրավված եք այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են ապատեղեկատվության եւ ատելության խոսքի դեմ պայքարին։ Ինչպես կբացատրեք կոգնիտիվ անվտանգություն տերմինը այն երիտասարդներին, ովքեր գուցե ծանոթ չեն դրան։ Հիանալի հարց է։ Եվ ըստ էության դա վերաբերում է անվտանգությանն ուղղված մեր ֆունդամենտալ ջանքերին, այսինքն նրան, ինչ մենք փորձում ենք անել ժամանակակից աշխարհում։ Մենք տեսնում ենք մարդկանց մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր, թե ինչպես նրանք զգան կամ ընկալեն աշխարհը։ Կոգնիտիվ բառը վերաբերում է ճանաչողությանը, իրականությունը տեսնելու մարդու կարողությանը։ Կոգնիտիվ անվտանգությունը շատ նման է տեղեկատվական անվտանգությանը։ Մարդը պետք է աշխարհը տեսնի, զգա, ճանաչի առանց մանիպուլյացիայի։ Ես գալիս եմ հետխորհրդային երկրից, որտեղ երկար տարիներ տարածված էր խորհրդային քարոզչությունը եւ իրական խոսքի ազատություն չկար։ Նման միջավայրում ապրելը, իսկ հետո 30 տարի ազատ աշխարհում, խոսքի ազատությամբ ապրելը, ինձ պարտավորեցրել է ինչ-որ կերպ նպաստել այդ արժեքը պահպանելուն եւ նոր սերունդներին փոխանցելուն։ Maybe obliged or I have a moral debt to actually do something to make it Դա շատ խոր անձնական մոտիվացիա էր այս ոլորտում լինելու։ So that was a very deep personal motivation to be in this field. Գիտեմ, որ դուք նաև այս թեմայով կոմիքս եւ խաղ եք ստեղծել։ Կպատմեք դրանց մասին։ So there were few comic books actually and the one Մեկը կոչվում է Hope, Hall of Positive Engagement։ Հույս, դրական ներգրավվածության սենյակ կամ տարածք։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես է քաղաքը բաժանվել թվային հարթակներում մարդկանց վարքի պատճառով։ Այստեղ փոխաբերություն եմ օգտագործել։ Մարդիկ այլևս մարդիկ չեն, նրանք դարձել են ատելության տարածողներ։ Պատմությունը մի հերոսի մասին է, ով փորձում է միանալ դիմադրությանը, այն խմբին, որը կոչվում է Hope, եւ ցանկանում է վերականգնել հանրային համերաշխությունը։ Նա խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր փորձում են ապատեղեկատվության ծուղակում հայտնված հասարակությանը փոխել, երկխոսության, փոխհասկացողության եւ հարգանքի միջոցով։ More cohesion, more understanding and more respect. Շատ դրական արձագանք ստացանք։ Նախկինում կոմիքսներ ունեինք նաև Ուկրաինայի մասին։ Ես այցելել եմ Սլովակիայի բազմաթիվ դպրոցներ, երբեմն անգամ նույն դպրոցները երկու անգամ։ Տեսել եմ, թե ինչպես են երեխաները մեծանում այդ կոմիքսներով եւ պատմում, թե որքան են հոզվել ընթերցելիս։ Կարծում եմ, կոմիքս ստեղծելը ճիշտ որոշում էր, քանի որ այն ավելի հասանելի է այս սերնդին, որը հիմնականում TikTok-ի եւ կարճ բովանդակության աշխարհում է ապրում։ Ձեր կարծիքով ինչ հիմնական դժվարությունների են բախվում երիտասարդները ապատեղեկատվությունը տարբերելու տեսակետից։ Դա բարդ հարց է։ Շատերն այլևս չեն հետևում ավանդական լրատվամիջոցներին։ Բազմաթիվ երիտասարդներ տեղեկատվություն ստանում են Instagram-ից, TikTok-ից կամ այլ հարթակներից։ Նույնիսկ արհեստական բանականությանն են դիմում, որ իրենց փոխարեն որևէ թեմա ամփոփի։ Նրանք հաճախ հետաքրքրված չեն վստահելի լրատվամիջոցներով եւ աղբյուրների ստուգմամբ։ Նոր սերունդը կախված է սոցիալական մեդիայից եւ ինֆլուենսերներից։ Ինչ դեր են նրանք խաղում ապատեղեկատվության տարածման կամ դրա կանխման գործում։ Նրանց դերը հսկայական է։ Այսօր ինֆլուենսերներն իրականում հանրային կարծիք են ձևավորում, չունենալով մեդիակրթություն կամ չիմանալով լրագրության էթիկա։ So there are a lot of challenges
Սա մեծ խնդիր է։ Նրանց ազդեցությունը մեծ է, բայց պատասխանատվությունը չէ։ Կարծում եմ անհրաժեշտ է ավելի լայն քննարկում, թե ինչ ենք մենք ակնկալում ինֆլուենսերներից։ Շատերը լավ գումար են վաստակում եւ շքեղ կյանքով են ապրում, բայց խուսափում են պատասխանատվությունից։ Վերջերս մենք միջազգային թիմով փորձեցինք մշակել ինֆլուենսերների համար էթիկական վարքականոն։ Արդյունքը լավ էր։ Մենք խոսեցինք վարքականոնների մասին, բայց ոմանք կարող են ասել, որ նման վարքականոնները սահմանափակում են խոսքի ազատությունը։ Ինչպես եք վերաբերվում այս մտահոգությանը։ Խոսքի ազատությունը վտանգված է միայն այն դեպքում, երբ պետությունն է սահմանափակում քաղաքացու տեղեկատվություն ստանալու կամ տարածելու իրավունքը։ Իսկ եթե խոսքը վերաբերում է վարքականոնին, որին ինֆլուենսերները կամավոր են հետևում, որևէ ձևով չի խախտվում խոսքի ազատությունը։ Բայց հանրությանը պետք է բացատրել, թե իրականում ինչ է խոսքի ազատությունը։ Հաճախ այն սխալ է մեկնաբանվում։ Ուստի շատ կարևոր է հավասարակշռել խոսքի ազատությունն ու պատասխանատվությունը։ Դուք դասավանդում եք մեդիագրագիտություն եւ քննադատական մտածողություն։ Ինչից եք հասկանում կամ ենթադրում, որ ինչ-որ մեկը չունի այդ հմտությունները։ Երբեմն ուսանողներին տալիս եմ տարբեր հարթակներից վերցրած բովանդակություն եւ խնդրում ասել՝ ճիշտ է, թե սխալ։ Հետո միասին քննարկում ենք, թե ինչ են մտածել իրենք որոշում կայացնելիս։ Այդ քննարկումների ընթացքում մարդիկ ինքնուրույն գալիս են այն մտքին, թե որքան բարդ է իրականությունը վերլուծելու եւ ճիշտ գնահատելու գործընթացը։ Թոմաս, իսկ ինչ պատասխանատվություն ունենք մենք որպես սոցիալական մեդիայի օգտատերեր ու բովանդակություն ստեղծողներ։ Պատասխանատվությունը յուրաքանչյուրից է կախված։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն բովանդակությանը, որը տարածում ենք, եւ միշտ ստուգել փաստերը նախքան դրանք ուրիշին ուղարկելը։ Ես հաճախ հարցնում եմ ուսանողներին, ո՞րն է ձեր սիրած ինֆորմացիայի աղբյուրը, եւ նրանք նշում են Instagram-ի էջեր, չիմանալով դրանց հեղինակին։ Դա վտանգավոր է։ Մենք պետք է գնահատենք աղբյուրների հեղինակությունը եւ տարբերենք ով է իրական վստահելի տեղեկատվություն տրամադրողը։ Յուրաքանչյուր մարդ գտնում է իր ճանապարհը, բայց կարևոր է գիտակցել, եթե ուզում ես հասկանալ աշխարհը, պետք է օգտվես վստահելի աղբյուրներից։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է լուրջ թեմաներին, քաղաքականություն, անվտանգություն, տնտեսություն, պետք է ստուգել, արդյոք տեղեկությունը գալիս է հուսալի տեղից։ Իսկ զվարճանքի համար կարելի է նայել ցանկացած ինֆլուենսերի տեսանյութ։ Կարևորը տարբերել լուրջ տեղեկատվությունը ժամանցից։ Միայն այդպես կարող ենք պահպանել ազատ եւ որակյալ տեղեկատվական միջավայր։ Շնորհակալություն։ Ասում են ճամփորդությունը աշխարհը բացահայտելու լավագույն ձևն է։ Ստուգված է երիտասարդ թիմը որոշել է բացահայտել ոչ թե աշխարհը, այլ ճշմարտությունը, ճամփորդության հետ կապված տարածված պնդումների վերաբերյալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճամփորդությունից հետո մարդու երջանկության մակարդակը միջինում բարձրանում է 9%-ով։ Իսկ ի՞նչն է մեզ հետ պահում ճամփորդելուց։ Եկեք բացահայտենք ամենատարածված միֆերը։ Գնացինք բացահայտելու։ Ամերիկյան ֆոնդային բորսայի 2023 թվականի իրականացրած հետազոտության համաձայն մարդկանց 27%-ը չի ճամփորդում ֆինանսական պատճառներով։ Պնդում առաջին՝ ճամփորդելն անպայման թանկ է։ Բլոգեր Խորեն Իսպիրյանը ճամփորդում է գրեթե ամեն ամիս։ Նա էլ հենց մեզ կօգնի բացահայտել ճամփորդության հետ կապված ամենատարածված միֆերը։ Դու կարող ես ավելի փոքր բյուջեով նույն ճամփորդությունը ունենալ, նույն երկիրը գնալ։ Հիմա Հայաստանում կան low cost-երներ, որոնց միջոցով կարող ես շատ հեշտությամբ էժան ավիատոմսեր գնել ու գնալ քո ցանկացած երկիրը, նաև հյուրանոցների առումով մանավանդ երիտասարդների համար շատ հարմար է նաև հոսթելներում մնալը, մի քանի հոգու հետ սենյակը կիսելը։ Ես երբ որ դեռ շատ ավելի երիտասարդ էի, շատ ակտիվ հենց հոսթելներում էի մնում, որովհետև դրա միջոցով նաև դու հասկանում ես տվյալ երկրի մշակույթը, նաև մարդկանց ես, նոր մարդկանց ես հանդիպում ու նոր մարդկանց ես ճանաչում։ 9-ին արթնանալ, 9-15 կարող եմ լողանալ, ու 9:30 արդեն կարող եմ դուրս գալ ճամփորդելու։ Կարող եմ միանգամից տեղափոխեմ Excel ամբողջ գրաֆիկս։ Կա կարծիք, որ մանրամասն պլանավորած ճամփորդությունը ավելի հաջող է անցնում։ Պնդում երկրորդ. ճամփորդությունը պետք է պլանավորել ամեն ժամի ճշգրտությամբ։
Իմ փորձի հիման վրա ասեմ, որ երբ որ ես շատ մանրակրկիտ ամեն ինչ պլանավորում եմ, իրականում ճամփորդությունը ավելի ստրեսային է անցնում, որովհետև անընդհատ ես փորձում եմ հետևել իմ գծած պլանին ու շատ դեպքերում ամեն ինչ այն չի գնում, ոնց որ ես պլանավորել էի։ Դրա համար իմ խորհուրդը կլինի ուղղակի նախնական ինչ որ պլանավորում անել, հա, ընդհանուր հասկանալ, թե ինչ պետք է անես, բայց չմանրանալ ամեն ժամի, ամեն վայրկյանի վրա, այլ ուղղակի ընթացքին տրվել ճամփորդության ու ինչպես որ զգում ես այդ պահին, հենց այդպես էլ իրականացնես ճամփորդությունը։ Մնաց տոմսերը գնեմ։ Լսել եմ, եթե անձնական տվյալները չեն երևում, համակարգը ավելի էժան գին է առաջարկում։ Պնդում երրորդ. Եթե տոմսը գնում ես ինկոգնիտո ռեժիմով, այն ավելի էժան է լինում։ Ինքը 50% միֆ է, 50% իրականություն ըստ իմ փորձի, որովհետև շատ ժամանակ հենց այս ինկոգնիտոյի լայֆ հակը կիրառելով իրականում բավականին շատ գումար եմ խնայել ու նաև նմանատիպ լայֆ հակա ու նմանատիպ միֆ կարող ենք ասել այնա, որ շաբաթվա ինչ որ հստակ օրերի գները տարբեր են, օրինակ, չգիտեմ, չորեքշաբթի օրերին ամենաէժանն են տոմսերը, կախված է նորից ավիաընկերությունից, կախված է տվյալ ժամանակաշրջանից, սեզոնից կամ ինչ է կատարվում տվյալ երկրում ու դրանից ելնելով արդեն գները տատանվում են։ Պնդում չորրորդ. ճամփորդական ապահովագրությունը ավելորդ ծախս է։ Եթե ինչ-որ խնդիր ես ունենում ճամփորդության ժամանակ, չգիտեմ, ինչ-որ հիվանդանոց ես ուզում այցելել զուտ թեկուզ, ինչ-որ վատ ես զգում, կամ որոշ դեղեր, եթե ցանկանում ես գնել, որոնք հատուկ ինչ-որ prescription չեն պահանջում, այս պարագայում դու կարող ես քո ապահովագրությունը օգտագործել ու ավելի հանգիստ լինել, որ ցանկացած ինչ-որ դժբախտ պատահարի կամ առողջական խնդրի դեպքում դու ֆինանսապես կայուն ես ու ունես կազմակերպություն, որը քեզ կոնկրետ կօգնի ու ինչ որ տհաճ անակնկալների չես հանդիպի։ Դրա համար ճամփորդական ապահովագրությունը անկախ նրանից դա ձեզ պետք կլինի վիզայի համար կամ կգնաք ինչ որ երկիր, որտեղ պարտադիր չի ճամփորդական ապահովագրությունը, ես իմ փորձից ելնելով անպայման խորհուրդ եմ տալիս, որ ճամփորդական ապահովագրություն ունենալ։ ԱՄՆ ճանապարհորդական ապահովագրության ասոցիացիայի տվյալով 2024 թվականին ամերիկացիները ապահովագրության վրա ծախսել են $5.56 միլիարդ, ինչը 46%-ով ավելի է 2019 թվականի համեմատ։ Այսպիսով ճամփորդելուց մեզ հետ են պահում միֆերը։ Մի վախեցեք կոտրել դրանք եւ գնացեք ձեր 9% երջանկության հետևից։ Մեր ուղեցույցը պարզ է, հավատալ միայն նրան, ինչը ստուգված է։ Մեր հաղորդաշարը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Կգանք նոր պատմությամբ, օգտակար գործիքներով ու կարևոր խորհուրդներով։ Հաջողություն։ Լավ է։ Ես ուղղակի բան տեքստ անգիրանելուց բուրն բառերը ամենաչսիրածս բանն է։ Մի հատ էլ չէ։ Չանեմ էլ։ Սկալիս է գլխի ստանես։ Ոյ, ես մցապա։ Իսկ ես որ մատեից ես երևում են սխալ է, չէ երևի, ավելի լավ է չէ։ Հա։ Sud lura